Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն, այս տեսանյութում կցուցադրենք, թե ինչպես տանկային ռոբոտի LED մոդուլը կառավարել Bluetooth տեխնոլոգիայի միջոցով։ Փորձը սկսելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ սարքերն ու սարքավորումները։ Արդեն հավաքված տանկային ռոբոտ։ Այն օգտագործվում է ուսումնական նպատակով և հնարավորություն է տալիս ուսումնասիրել միկրոկառավարիչների ծրագրավորումը։ Տանկային ռոբոտը կարող է կատարել տարբեր գործառույթներ, որոնցից են խոչընդոտներից խուսափումը, հեռակառավարումը և այլն։ Գործառույթները նաև կարելի է ընդլայնել արտաքին մոդուլներ ավելացնելով։ Bluetooth մոդուլ։ Սա թույլ է տալիս իրականացնել անլար հաղորդակցություն սարքերի միջև, օգտագործելով Bluetooth Low Energy տեխնոլոգիան։ LED մոդուլ։ Սա պարզ սարքավորում է, որն ունի լուսարձակող դիոդ։ Միացման լարեր։ USB մալուխ։ Նախատեսված է միկրոկառավարիչը համակարգչին միացնելու համար։ Arduino IDE ծրագիր։ Ծրագրային ապահովում է, որն օգտագործվում է Arduino միկրոկառավարիչների ծրագրավորման համար։ Ապահովում է միջավայր, կոդ գրելու, խմբագրելու, կոմպիլյացիայի, բանաքաղության և կոդը միկրոկառավարիչի մեջ ներբեռնելու համար։ Թե ինչպես հավաքել տանկային ռոբոտը կամ տեղադրել Arduino IDE ծրագիրը կարող եք տեսնել տեսանյութի նկարագրության բաժնում հղման տեսքով։ Փորձի ընթացքում աշխատելու ենք տանկային ռոբոտի միկրոկառավարման տախտակի և սենսորների միացման վահանակի հետ։ Միկրոկառավարման տախտակը տանկային ռոբոտի հիմնական կառավարման բաղադրիչն է, որը պատասխանատու է ռոբոտի բոլոր գործողությունների կառավարման, ծրագրավորման և գործառականության համար։ Այն ծառայում է որպես ռոբոտի ուղեղ, որը միացնում է բոլոր բաղադրիչները և ապահովում դրանց աշխատանքը։ Միկրոկառավարման տախտակն ունի միկրոկառավարիչ, թվային և անալոգային մուտքեր, էներգիայի մատակարարման միացումներ և հաղորդակցության միջերեսներ։ Սենսորների միացման վահանակը տանկային ռոբոտի կարևոր բաղադրիչն է, որն ապահովում է միկրոկառավարիչի և սենսորների, շարժիչների կամ այլ համակարգերի միջև կապը։ Այն օգտագործվում է տարբեր սարքերի միացման և դրանց միջև հաղորդակցության ապահովման համար։ Սենսորների միացման վահանակն ունի անալոգային և թվային արտաքին փիներ, լարման միացումների էներգիայի մատակարարման արտաքին փիներ, հողանցման արտաքին փիներ, հաջորդական հաղորդակցության մուտքեր և ելքեր, APC 220 փիներ և վերագործարկման կոճակ։ Տանկային ռոբոտի հետ աշխատանքի ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը խիստ կարևոր է, քանի որ դրանք կարող են կանխարգելել ինչպես ֆիզիկական վնասները, այնպես էլ էլեկտրոնային սարքերի խափանումները։ Այդ իսկ պատճառով պետք է հետևել անվտանգության մի քանի կարևոր կանոնի։ Համոզվել, որ բոլոր միացումները ճիշտ են արված և միայն հետո միացնել էներգիայի աղբյուրը։ Ստուգել, որ բոլոր կապերը և միացումները ամուր են։ Ռոբոտը շարժման մեջ դնելուց առաջ համոզվել, որ ճանապարհն ազատ է խոչընդոտներից։ Ռոբոտի հետ աշխատելիս օգտագործել հարթ և անվտանգ մակերես։ Ձեռք չտալ ռոբոտի շարժիչներին կամ անիվներին, երբ ռոբոտը շարժման մեջ է։ Եթե սարքը ճիշտ չի աշխատում, նախ անջատել էներգիայի աղբյուրը, ապա հայտնաբերել խափանումները։ Եթե նկատել եք անսարքություն կամ կարճ միացման նախանշաններ, ծուխ կամ հոտ, անհապաղ անջատել ռոբոտը էներգիայի աղբյուրից։ Միայն բոլոր խնդիրները վերացնելուց հետո միացնել ռոբոտը։ Այժմ հավաքենք միացման սխեման։ LED մոդուլի S կոնտակտը միացման լարով ամրացնենք սենսորների միացման վահանակի թվային մուտքի 11-րդ արտաքին փինին։ V կոնտակտը լարման միացումների էներգիայի մատակարարման արտաքին փինին։ G կոնտակտը հողանցման արտաքին փինին։ Սխեման հավաքված է։ Այժմ բացենք Arduino IDE ծրագիրը
Յուրաքանչյուր նոր բացված ծրագիր կոչվում է Sketch։ Այն պահպանում ենք Save As տարբերակով։ Ծրագրի մեջ տեղադրենք արդեն պատրաստի ծրագրային կոդը, որը տեղադրված է տեսանյութի նկարագրության բաժնում, հղման տեսքով։ Ստուգենք ծրագրային կոդը, սեղմելով Verify կոճակը կամ կիրառելով Ctrl+R ստեղնաշարային բանալին։ USB լարի միջոցով միկրոկառավարիչը միացնենք համակարգչին։ Միկրոկառավարիչը համակարգչին միացնելուց հետո ընտրենք Tools, Boards, Arduino Uno, այնուհետև Tools, Serial Board, հրամանների շարքը։ Ծրագիրը բեռնենք միկրոկառավարիչի մեջ, սեղմելով Upload կոճակը։ Կոդը բեռնելու ժամանակ Bluetooth մոդուլը պետք է միացված չլինի հաջորդական հաղորդակցության մուտքերին եւ ելքերին։ Հակառակ դեպքում հակասություն կլինի կոդի սերիական հաղորդակցության եւ Bluetooth մոդուլի հաղորդակցության միջև եւ կոդը չի բեռնվի։ Արդյունքում էկրանին հայտնվեց հաղորդագրություն Uploading։ Սա նշանակում է, որ ծրագիրը փոխանցվում է միկրոկառավարիչին։ Բեռնումն ավարտվեց եւ ահա ծրագիրն արտացեց նոր հաղորդագրություն Done Uploading։ Սա նշանակում է, որ մենք արդեն կարող ենք ստուգել մեր համակարգի աշխատունակությունը։ Միացնենք Bluetooth մոդուլը սենսորների միացման վահանակի հաղորդակցության սերիական մուտքերին։ VCC կոնտակտը 5V մուտքին, GND կոնտակտը GND մուտքին, TX կոնտակտը RXD մուտքին, իսկ RX կոնտակտը TXD մուտքին։ Bluetooth մոդուլի հետ կապ ստեղծելու համար մեզ անհրաժեշտ է BLE Scanner հավելվածը, որը պետք է ներբեռնել բջջային հեռախոսով, մուտք գործելով App Store կամ Google Play Store կախված հեռախոսի օպերացիոն համակարգից, ապա փնտրման դաշտում որոնել BLE Scanner հավելվածը եւ ներբեռնել այն։ Ներբեռնելուց հետո բացում ենք հավելվածը եւ ընդունում տեղանքի թույլտվությունը։ Հավելվածը սկանավորում է մոտ գտնվող սարքերը։ Սկանավորումից հետո փնտրում ենք մեր Bluetooth մոդուլը HMSoft անունով եւ սեղմում ենք Connect կոճակը։ HMSoft-ին միանալուց հետո սեղմում ենք Custom Service, ապա Write Value հրամանը, որը նաև կարող է լինել W տառի տեսքով։ Բացված պատոհանում մուտքագրում ենք 0 կամ այլ նիշ։ Արդյունքը ստուգելու համար վերադառնանք Arduino IDE միջավայր, սեղմենք Tools, Serial Monitor, հրամանների շարքը։ Եվ այստեղ կտեսնենք հավելվածում քիչ առաջ գրված 0 թվանշանը։ Այսպիսով մենք համոզվեցինք, որ Bluetooth մոդուլի միջոցով հեռախոսի եւ համակարգչի միջև կապը ստեղծված է։ Նաեւ հնարավոր է բջջային հեռախոսով լուսադիոդը միացնելու եւ անջատելու հրաման ուղարկել։ Եկեք ցուցադրենք, թե ինչպես։ Ծրագրի մեջ տեղադրում ենք արդեն պատրաստի երկրորդ ծրագրային կոդը, որը նույնպես տեղադրված է տեսանյութի նկարագրության բաժնում, հղման տեսքով։ Ստուգենք այդ ծրագրային կոդը եւ բեռնենք միկրոկառավարիչի մեջ։ Լուսադիոդը միացնելու համար հավելվածի Write Value պատոհանում մուտքագրենք 1, իսկ անջատելու համար 0։ Արդյունքում տեսնում ենք, թե ինչպես Bluetooth մոդուլի միջոցով հնարավոր եղավ կապ ստեղծել հեռախոսի եւ տանկային ռոբոտի միջև։ Փորձի ընթացքում ստեղծեցինք համակարգ, որը միավորեց տանկային ռոբոտի LED եւ Bluetooth մոդուլները։ Ապա այդ համակարգում կարողացանք հեռախոսի հավելվածի միջոցով միացնել եւ անջատել լուսադիոդը։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։